Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան։ Բարի երեկո։ Տիկին Վարդանյան, թեև Ռոբերտ Քոչարյանին օրերս վերադարձրեցին օդանավականից Հայաստան իր տուն եւ հանրային հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ, բայց այնուամենայնիվ սա չի խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներ տա եւ ձեր իշխանությանը մեղադրի իշխանություն զավթելու մեջ։ Նախ հետաքրքիր է այս առումով ձեր վերաբերմունքը եւ արձագանքը, որովհետեւ ասում են, որ սրա դեմը պետք է առնել, որովհետեւ մենք տեսնում ենք ընդգծված, այսպես ասած, բռնապետություն եւ ընդգծված բռնապետի, ով զավթում է իշխանությունը եւ գնալով դառնում է ավելի ագրեսիվ։ Ինչու եք այսքան ագրեսիվ դարձել։ Նախ նշեմ, որ որոշեցի նայել հարցազրույցը ամբողջությամբ, տրամադրել եմ իմ կյանքից այդ ժամանակը եւ որպեսզի ինձ համար հասկանամ, թե ինչ ուղերձ ունի եւ ինչ նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույց տալը, քանի որ եթե մարդը ընտրություններից անմիջապես հետո որոշում է մեկնի Հայաստանից, հետևաբար տրամաբանորեն ես կարող եմ մտածել, որ ինքը ասելիք չունի այդ պահին իր ընտրողներին եւ ինչն է դրթել Ռոբերտ Քոչարյանին այնուհետև տալ հարցազրույց հրավիրել իր մտերիմ լրագրողներին կամ չգիտեմ ինչպես անվանեմ եւ ես կարող եմ ասել միանշանակ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դա ուղերձ էր ոչ ներքին լսարանի համար, այսինքն ոչ ներսի համար, դա հստակ ուղերձ էր դրսի լսարանին եւ մասնավորապես այն պետություններին, որոնք ոչ այնքան բարի դրացիական են տրամադրված Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, խաղաղության հանդեպ։ Կմանրամասնեք ավելի, չգիտեմ, ինչ նկատում եք։ Այո, իհարկե կմանրամասնեմ։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդադար խոսում էր այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել իշխանափոխություն, մասնավորապես հեղափոխություն եւ իր գրեթե հարցազրույցի բոլոր մասերում նշում էր, որ անհրաժեշտ է տրիգեր, որպեսզի հեղափոխությունը իրականանալի դառնա եւ այդ տրիգերի որպես օրինակ բերում էր այլ երկրի հեղափոխության օրինակ, որտեղ օրինակ հացի գնի թանկացումը եղել է այն, այսպես ասած, տրիգերը, որը ժողովրդին ոտքի է կանգնեցրել եւ հեղափոխություն է տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ այս հարցազրույցում նա հենց այդ ուղերձն էր ուզում հղել մասնավորապես բոլոր այն պետություններին ինքը իր պետության դեմ ուղերձ էր ուղարկում բոլոր այն պետություններին, ովքեր կարող են եւ կուզենան մասնավորապես ոտնձգություն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության եւ խաղաղության դեմ։ Իդեպ սա մտահոգիչ չէ, որովհետեւ նույն ռուսական հեռուստաալիքներում բաց տեքստերով խոսվում է այն մասին, որ միգուցե այս ամենին վերջ տանք պարզապես Հայաստանում դեսանտ իջեցնելով, սա վիրավորական չէ, որ եթերում այդքան անկաշկանդ նման խոսակցություններ են։ Եթերում ես այսօր հենց լսել եմ Մարգարիտա Սիմոնյանին, ճիշտն ասած, չկան այնպիսի իմ բառապաշարում ցենզուրայի սահմանները չհատող այնպիսի բառեր չկան, որոնցով ես կարող եմ արձագանքել այդ խոսույթին, հետևաբար ես ավելի շատ ակնկալում եմ Ռուսաստանի մեր գործընկերների արձագանքին սրան, բացատրությանը առնվազն հասկանալու համար ինչպես է տեղի ունենում, որ նման բառապաշարով հանդես եկող տիկնոջը եթեր է ընդհանրապես տրամադրվում։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա դուք պատկերացնում եք մարդը եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ եւ այսօր ինքը իրեն թույլ է տալիս մատնանշել այն տեղը, որտեղով կարելի է մեր պետության հանդեպ եւ այդ թվում մեր ժողովրդի, այն է մեր ժողովրդի հանդեպ իրականացնել դիվերսիա եւ մատնացության ասում է տրիգեր է հարկավոր, ինչ որ մի թանկացում, ինչ որ մի բան եւ այսրան ի պատասխան իր վարձկան լրագրողը, ես չեմ վախենա այդպես կոչել այդ տիկնոջը, չեմ էլ ճանաչում որ լրատվականից էր, ուղղորդում է, ասում է, օրինակ արդյոք կարող է Ռուսաստանի այս սահմանափակումները այդպիսի տրիգեր հանդիսանան, այսինքն սա ուղղակի
ես չգիտեմ այլ պետություններում գոյություն ունեն իրավական արտացոլում նման դեպքերում որևէ իրավական պատասխանատվության ենթարկել ես մարդուն, ով պետության եւ պետականության եւ ժողովրդի դեմ նման հայտարարություններ եւ հրավերներ է անում։ Տիկին Վարդանյան, տպավորություն է, որ հենց այդ տրիգերը իրենք են ստեղծել, որովհետեւ միշտ այդ կապը շատ օրգանիկ է։ Միշտ տեսնում են, միջև ընտրությունները հայտարարում էին, որ տնտեսական պատերազմ է լինելու, եթե քաղաքացիական պայմանագիրը հաղթի, հիմա ասում են, սա այն տրիգերն է, որի արդյունքում կարելի է դուրս գալ փողոցը ողողել, հեղափոխություն անել կամ միգուցե հեղափոխություն իրենք այլ բան նկատի ունեն, օրինակ հոկտեմբերի 27 ենք մենք տեսել։ Ես չեմ զարմանա, այսինքն իրենց որևէ բռնության դրսևորումներից այդ ուժի բռնության դրսևորումներից ես չեմ զարմանա, ես տեսել եմ կառավարման տարիները եւ ուղղակի ես կարծում եմ, որ այս մարդը ինքնին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար եւ ավելին ասեմ, ինքը ինչ որ բան է խոսում եւ ամեն անգամ չի եղել հարցազրույց, որտեղ ինքը չնշի, որ եկեք նայենք, չգիտեմ, Ռուսաստանի աչքերով այս սիտուացիային։ Եղբայր, դու եկել առաջադրվել ես, որպեսզի դառնաս վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Միգուցե քո կյանքում գեթ մեկ անգամ նայես Հայաստանի աչքերով իրավիճակին։ Հետևաբար ես կարող եմ ասել, որ այս մարդը որևէ օրգանական կապ չունի հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հետ։ Լավ, եւ սա իմ մեղադրանքը չէ բնավ, ձեր ընտրողների մեղադրանքը, որ նաեւ ամբողջ քարոզարշավի ընթացքում ինքս հետևելով տեսել եմ, թե որքան մարդիկ այդ իմաստով դժգոհություններ ունեն, ինչու է Ռոբերտ Քոչարյանը միջև հիմա ազատության մեջ, մարդ, որ այսպես գոնե առնվազն մեղադրվում է, որ հոկտեմբերի 27-ով եկել է իշխանության, մարտի 1-ով իշխանություն է փոխանցել այդ ընտրախախտումների մասին, որ խոսվում է, բայց մինչև հիմա դատա իրավական համակարգը որևէ արձագանք, որևէ պատասխան, որևէ պատասխանատվության չի ենթարկել եւ հիմա ունենք այն իրավիճակը, որ Ռոբերտ Քոչարյանը ձեզ է մեղադրում իշխանություն զավթելու մեջ։ Ես մեղադրանքը կարող եմ ամբողջությամբ ընդունել, ավելին ասեմ, կարծում եմ, որ սա մեզ համար պետք է չգիտեմ, ազդակ, դաս, բոլոր հնարավոր, այսինքն ստեղծել բոլոր հնարավոր գործիքները, մտածել այս ուղղությամբ եւ շատ մանրակրկիտ, որովհետեւ ինչպես ես հասկացա սույն անձի հարցազրույցից նա նաեւ ժամկետներ է նշում, ասելով որ օրինակ աշնանը, թանկացումներ լինեն, օրինակ աշնանը, այսինքն նա տեղը ցույց է տալիս, ձևը ցույց է տալիս եւ ասում է որ գիտեք ինչ կա, հարգելի բոլոր այն պետությունները, ովքեր ոչ այդքան լավ են տրամադրված Հայաստանի Հանրապետության հանդեպ, իսկ նման գործիքներից, ասում եմ, ես ձեզ գործիք, խնդրեմ ինձնով իրականացրեք այն, ինչ ուզում եք իրականացնել, եւ Աստված գիտի, թե որ պետությունները կարձագանք են դրան, որովհետեւ այո, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եթե նման սպառնալիք կարելի է ձևավորել եւ ձևակերպել, կարող է այսպես շատ ախորժակներ բացել տարբեր պետությունների։ Ես ուղղակի նաեւ նա ասում է հետեւյալը, ասում է, այսինքն իր բնորոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նա ասում է, որ բավական է, որ որևէ հացի թանկացում լինի եւ մենք կարող ենք, այսպես ասած, մատաղ անել Հայաստանի Հանրապետությունը այլ պետության։ Սրա մասին է խոսքը։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանը միակը չէ, որ նման հայտարարություններ անում է, օրեր առաջ էլ Սամվել Կարապետյանն էր, այսպես ճակերտավոր ասած, ուղիղ եթերում հարցազրույցով հանդես եկել եւ հարցազրույցի ժամանակ պնդումներ էր անում, ընդ որում պնդումներից մեկը ասում է Փաշինյանին հաջողվեց եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը եւ դուք շարունակում եք հակառուսականություն սերմանել երկրի ներսում։ Վտանգավոր չեն նաեւ նման հայտարարությունները, որ ձեր իշխանությունը զբաղված է հակառուսականություն տարածելով հերիք չէ երկրի ներսում, մի հատ էլ դա վաճառում է եվրոպացիների վրա եւ իշխանության է գալիս։ Դե այս Հայաստանի Հանրապետության ամրապնդած անկախությունը եւ ինքնիշխանությունը որպես հակառուսականություն ձևակերպող բոլոր ուժերը չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ամենաբարձր մակարդակով բազմիցս ոչ միայն նշել, այլ նաև աշխատանքով ցույց է տվել, որ պատրաստ է համագործակցել բոլոր պետությունների հետ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ եւ որևէ նման խնդիր չի ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը երբևէ լինել հակառուսական։
Բայց ելի եմ ասում, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը ձևակերպում են այդ դիվերսանտ ուժերը որպես հակառուսականություն։ Եթե պետք լիներ ձևակերպել որպես, չգիտեմ, հակաուրիշ բան, կձևակերպեին որպես հակաուրիշ բան։ Հիմա դա են կարողանում, դա է իրենց ձեռնտու, այսպես դա են անում։ Հետևաբար ես կարծում եմ սրանց մասով պետք է հստակ իրավական, քաղաքական բոլոր գնահատականները տրվեն եւ մենք պետք է պատրաստ լինենք մեր իրավական դաշտը ձևակերպելու այնպես, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված լինի, Հայաստանի Հանրապետության անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը ամենակարևորը եւ ավելին ասեմ, այս համախմբումը, որը տեղի ունենալ, այսինքն ես տեսա Սամվել Կարապետյանն նաեւ խոսում էր հանրահավաքի մասին, որ նրանք պատրաստում են անել։ Ինձ համար հիմա իրենց ճանապարհային քարտեզը կարող եմ ասել գրեթե պարզ է, այս հանրահավաքը լինելու է մի բանի մասին, այն է հարգելի քաղաքացիներ, մենք վերցնում ենք մանդատները, որովհետև ակնհայտ էր, որ դիվերսիան որպես այդպիսին այս փուլում չստացվեց իրականացնել եւ պատրաստվում են ավելի միջնաժամկետ, եթե ոչ երկարաժամկետ գործողությունների։ Սրան պետք է պատրաստ լինենք նաեւ մենք։ Բայց ասում են, որ օրինակ դուք երբ որ մեղադրում եք եռագլուխ եք ասում, իրենք 500,000 գլուխ են եւ ունեն նաեւ գորգրացող գլուխներ, սա ուղիղ է մեջբերում իր բառերը, Քավլիցի չեմ չափազանցնում, ասում են ունեն գորգրացող գլուխներ, ովքեր պետք է կա ժամանակ դուրս կգան փողոց, լավ էլ կգորգրան, այնպես որ նաեւ մտավախություններ չունեք Տիկին Վարդանյան։ Դե ես տեսել եմ ինչ է ասում Սամվել Կարապետյանը, ուղղակի ես չեմ ուզում եւս մեկ անգամ ընդգծել լեզվի եւ լեզվամտածողության այդ մասով իմացությունները կամ չիմացությունները ավելի շուտ, բայց մենք եռագլուխը դա չգիտեմ, ես չի որ պետք է դասեր տամ, մի անգամ խորհուրդ տվել եմ, որ լավ կլինի, որպեսզի ուսումնասիրեն լեզուն առնվազն, եթե հավակնում են գալ եւ ժողովրդի հետ խոսել, ինչ նշանակում պատրաստ կլինեն, այն որ իրենք որպես գործիք է ժողովրդին բազմիցս օգտագործել են, Ռոբերտ Քոչարյանի ուժը նույնպես, Հայաստան դաշինքը խորհրդան անցած պատգամավորներ ուներ, ովքեր ընդհանրապես աշխատանքի չեն ներկայացել եւ միայն կոչերով հանդես են եկել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարցերով որևէ գործ էր քննվում, որևէ, չգիտեմ, ատյանում Էսա իրենց այդ ժողովուրդը պետք է իրենց անձնական հարցերը սպասարկելու համար եւ ես հույս ունեմ այս ամենը կտեսնեն նաեւ իրենց ձայն տված քաղաքացիները, ովքեր կարծել են մոլորությամբ, որ այս մարդիկ եկել են որևէ հարց Հայաստանի Հանրապետության համար լուծելու։ Իդեպ վարչապետը երբ հայտարարեց, որ վերացնելու է արմատախիլ է անելու քրեաօլիգարխիկ համակարգը եւ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը պետք է հայտնվեն բանտում, իսկ ովքեր համաձայն չեն դրա հետ, կարող են դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Նարեկ Կարապետյանն ասում է, որ դուք մեզ չասեք երբ դուրս գալ եւ ինչ անել, մենք հեղափոխություն կանենք այն ժամանակ, երբ ճիշտ կգտնենք։ Հիմա հասկանանք այդ ճիշտ ժամանակը երբ է, ինչով է դա պայմանավորված, որովհետև ըստ էության ընդդիմադիր շրջանակները դժգոհում են ընտրությունները կեղծելու հանգամանքով, դժգոհությունը այդ առիթով է, բայց մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո առնվազն խաղաղ են, այսպես բանակցությունների մեջ են, համախմբվելու մասին են խոսում։ Ինչ է կատարվում ընդդիմության մոտ։ Այսպես ասեմ, ես կարծում եմ ընդդիմությունը իր համար անսպասելի, այսինքն ընտրության արդյունքները ըստ երևույթին իրանք այդքան չէին հաշվարկել կամ գումարը, որը ներդրել էին առնվազն այլ ակնկալիք էր ձևավորել իրենց մոտ, բայց եղավ այնինչ եղավ եւ ժողովրդի մեծամասնությունը քվեն վստահեց քաղաքացիական պայմանագրին եւ հետո այդ այսպես ասած ինչ որ շոկային հետընտրական շոկային վիճակ էր, մինչեւ հասկանային ինչ պիտի ասեն ընտրողներին, որովհետեւ ընտրողների մի մասը ասում էր առնվազն, որ բա գնում էիք վարչապետեր արդեն, պարոն վարչապետով էիք դիմում, կառավարություններ ձեզ մոտ ըստ երևույթին ձևավորված եւ այլն, ուր եք վարչապետ ջան, դուրս արի, հələ մի քո ընտրողներին, ասում եմ, մի բան ասա քո հետևորդներին։ Եվ դրանից հետո կարծում եմ կոնսուլտացիաներ ըստ երևույթին եղան եւ երկրորդ մետադիչկայի, այսպես ասած, շրջանակում որոշել են, որ պիտի վերցնեն մանդատները, սա իմ անձնական կարծիքն է, կարծում եմ կվերցնեն մանդատները, համախմբվելու են, այսօր նաեւ տեսել եմ Հայ ազգային կոնգրեսի համախմբան կոչերը, այս բոլոր ուժերը, որոնց ես ասում եմ քաղաքական դիվերսանտներ, որովհետեւ ոչ հայկական շահը սպասարկող ուժեր են սրանք,
կա համախմբվեն, ինչ որ գործունեության իմիտացիա բան կանեն, որպեսզի արդարացնեն իրենց քաղաքացիների, իրենց ընտրած քաղաքացիներին, թե ինչու են իրենք վերցնում մանդատները եւ կանցնեն իրենց երկրորդ փուլին, այն է, ասում եմ, տրիգերներ հրավիրել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ժողովրդի դժգոհության ալիքի վրա կարողանան զավթել իշխանությունը, էսա։ Տիկին Վարդանյան, բայց այնուամենայնիվ նոր ձևավորվող խորհրդարանը ըստ ձեզ պրոդուկտիվ է այն իմաստով, որ հստակ երևում է, որ խզում կա իշխանության եւ ընդդիմության միջև, այսպես ընդդիմությունը որքան էլ որ հիմա փորձում է արդարացնել իր մանդատները վերցնելու այդ գործընթացը, բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ պատրաստ չեն նաև համագործակցել իշխանության հետ, աշխատել իշխանության հետ, իրենց խնդիրը տրիգերներ փնտրելը եւ գտնելն է։ Հիմա գոհ եք խորհրդարանի այս ձևավորված պատկերից։ Շատ դժգոհ եմ, որովհետեւ խորհրդարանում ընդդիմությունը եկել է, խորհրդարան նստել է դահլիճում միայն այն ժամանակ, երբ որ արտաքին որևէ վտանգ է սպառնացել Հայաստանին։ Եկել է այդ արտաքին վտանգի խոսափողը մեր խորհրդարանի ներսում աշխատելու նպատակով։ Այդ է եղել ընդդիմության ամբողջ գործը։ Եվ հիմա ձևավորվում է ոչ շատ տարբերվող դրանից նորից, այսինքն ընդդիմություն խորհրդարանում Միգուցե ավելի վատ եւ գուցե ավելի վատ եւ սա պետք է մեզ զգոնություն հաղորդի, որ առնվազն այս ընթացքի մեր աշխատանքը պետք է նրանց այլևս հետագա որևէ քաղաքական գործունեություն, քաղաքական դաշտում բացառի։ Ինչ վերաբերում է ինչ կցանկանայի ես տեսնել, ես պետք է անկեղծ ասեմ, որ այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանում, դրանք օրենսդրական նախաձեռնություններ լինեն, տարբեր քննարկումներ լինեն, դրանք բոլորը տուժում են այն բանի արդյունքում, որ խորհրդարանում նստած է այդ ընդդիմությունը, որի այդ խոսույթը չի լինում այլ խոսույթ ձևավորել, քան այն ինչ ձևավորվում է, որովհետև այդ մարդկանց հետ աշխատանքային առումով բան չկա քննարկելու, իրանք չեն եկել աշխատելու այդտեղ, ինչ քննարկենք։ Բայց եկել են ինքնություն փրկելու, ինչպես իրենք են հաճախ այդ Դե իրենց ինքնությունը գուցե եւ այո վտանգի տակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց հայտնել է իր ցանկությունը, պատրաստակամությունը ունենալ անկախ եւ անկախ պետություն, ունենալ պետականություն, ունենալ ինքնիշխանություն եւ այո, նման դիվերսանտները պետք է ինքնությունը փրկելու հարց ունենան, բայց դա իրենց փրկությունը կատարեն խորհրդարանից դուրս, այնտեղ որտեղ ուզում են։ Տիկին Վարդանյան, ճիշտ նկատեցիք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռևս 2018 թվականից նրանց մերժել է եւ շարունակում է մերժել, նաեւ դրա վառապացույցն է, որ այնուամենայնիվ քվե է վստահում որպես մեծամասնություն քաղաքացիական պայմանագրին, իսկ քաղաքացիական պայմանագիրը հիմա այդ համառությունը ունենալու է, որպեսզի այդ խոստումները հասցնի իր ավարտին, նկատի ունեմ քրեաօլիգարխիկ տարերը վերացնելու, արմատախիլ անելու մասին այդ հայտարարությունները։ Ես կարծում եմ դա մեր բարոյական պատասխանատվությունն է, որպեսզի մենք դա անենք, որովհետև այլ պարագայում անհասկանալի է դառնալու այն ժողովրդավարության հիմնումը եւ դրանից հետո գնացած բոլոր process-ները եւ նաեւ ամեն ինչ, այսինքն պետականությունը, անկախությունը, այս ամեն ինչը դառնալու է առ-ոչինչ, եթե մենք չկարողանանք կամ հապաղենք այդ քրեաօլիգարխիկ համակարգը արմատախիլ անելու։ Տիկին Վարդանյան, օրերս վարչապետը ազգային ժողովում հայտարարեց, որ քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու process-ները ուղեկցվել են արտաքին ազդեցություններով, դրանք նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության համար կարող էին բերել որոշակի սպառնալիքներ, ուղիղ եմ մեջբերում։ Ինչ սպառնալիքների մասին է խոսքը, որ երկրների մասին է խոսքը եւ արդյոք հիմա այդ սպառնալիքները կան, արդյոք հիմա էլ կարող ենք այդ process-ները արդարացնել, ասելով, որ այո, արտաքին սպառնալիքներ կան։ Եվ որ երկրներն են, որ չեն ուզում, որպեսզի Հայաստանում քրեաօլիգարխիան, այսպես ասեմ, իրավական գնահատական ստանա։ Բոլոր այն երկրները, որոնք որ չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ինքնիշխան, խաղաղ, բոլոր այդ երկրները չեն ուզում, որպեսզի բնականաբար այդ համակարգը, որը որ քաղցկեղի պես հիվանդություն է կամայական պետության ներսում, այդ համակարգը արմատախիլ արվի, որովհետև դրանք կառավարման լծակներ են կարելի ասել, որոնց միջոցով հեշտ է ներսում գեներացնել ինչ որ process-ներ, այդ թվում մեր քաղաքացիների մոտ, չգիտեմ, ինֆորմացիայի տարածման, կեղծ ինֆորմացիայի տարածման տեսանկյունից,
բաների, նաև այդ քրեական ենթամշակույթի միջոցով, ինչը երկար տարիներ, հա, կարելի ասել սերմանել են հետսովետական երկրներում, եւ հետեւաբար այո, այդ մասով բնականաբար իրենց լծակները չէին ուզենա, որպեսզի վտանգի ենթարկվեն, սա եղել, իսկ այն թե կան այսօր այդ սպառնալիքները թե ոչ, եթե ճիշտ եմ հիշում, վարչապետը նաև նշեց, որ այս պահին մենք ամբողջությամբ պատրաստ ենք արմատախիլ անելու եւ նման սպառնալիքների դեմ մենք այլևս, այսպես ասած, իմունիտետ ունենք այս պահին։ Եվ քանի որ նախընտրական ծրագրում եղել է նաև եկեղեցին նորոգելու հայտնի օրակարգը եւ խոստումը, որի առաջին կետերից մեկն այն է, որ Գարեգին բն պիտի հեռանա, ճիշտ է, մենք տևական ժամանակ էլ առիթ չենք ունեցել դրա մասին խոսելու, բայց այնուամենայնիվ այս իմաստով էլ հետ քայլ լինելու է, թե այստեղ էլ վճռական եք լինելու եւ անգամ եթե արտաքին սպառնալիքներ լինեն այդ ճանապարհին գնալու եք միջև վերջ։ Ես կարծում եմ դա մեր այդտեղ շտապելու որևէ բան չկա եւ մենք պետք է ճիշտ տեղ հասցնենք եկեղեցին նորոգելու մեր ծրագիրը, այսինքն քաղաքացիներին եւ որպեսզի հանկարծ ժողովրդի մոտ որևէ զգացողություն կամ միտք չառաջանա, որ երբ մենք ասում ենք, որ Գարեգին բն պետք է հեռանա, դա մենք եկեղեցու հետ կապված ենք փոփոխություն անում։ Հակառակը դա հենց բարենորոգման, այսպես ասած, իր օրակարգի մաս է եւ չեմ կարծում, որ մենք մեր հայտարարած ծրագրից պատրաստվում ենք հետ կանգնել։ Տիկին Վարդանյան, եւ ձեզ արդյոք չի մտահոգում այս տնտեսական, այսպես ասեմ, սանկցիաները, որոնք սկսվել են նախընտրական շրջանում եւ մինչեւ հիմա շարունակվում են Ռուսաստանի Դաշնության կողմից նախքան ընտրությունները տպավորություն էր, որ դրանք որոշակի նախընտրական բնույթ ունեն, հիմա մենք տեսնում ենք, որ նույնը շարունակվում է եւ խնդիր են տեսնում օրինակ դեռևս չաճած եւ սեզոնից դուրս մրգերի մեջ, օրինակ խաղողի, ծիրանի մեջ ավելի շուտ ինչ որ խախտումներ գտան, քան ծիրանը կաճեր եւ այսպես շարունակ ինչ նպատակ ունեն նաեւ այս սահմանափակումները եւ արդյոք վտանգավոր չէ այս միտումը հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը որ Ռուսաստանի Դաշնությունից արձագանք չի եղել նաեւ ընտրությունների արդյունքների վերաբերյալ եւ շնորհավորանք չի եղել։ Ես ճիշտ ասած չեմ նկատել շնորհավորանքը եղել թե չէ, որովհետեւ բազմաթիվ երկրներ, պետություններ կարծեմ շնորհավորել էին, այսպես ասած իմ աչքից վրիպել է շնորհավորանքի բացակայությունը, բայց ինչ վերաբերում է այդ սանկցիաները, ասեմ, հա, այդ սահմանափակումներին, որոնք կիրառում է Ռուսաստանի Դաշնությունը, ես հույս ունեմ, որ մեր կառավարությունը բացի այն, որ դիվերսիֆիկացիայի միջոցով, այսինքն մարդկանց հարցերը կլուծի, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ աշխատանքի արդյունքում կկարողանա շտկել խնդիրները, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները հասկանան, որ նման գործելավոճը իր ուղիղ ազդեցությունն ունենում ժողովրդի մոտ որպես վերաբերմունք ձևավորվում, այսինքն Ռուսաստանի Դաշնության հանդեպ, ինչը բացարձակ ցանկալի չի բարեկամ պետության հանդեպ։ Նաև դաշնակից պետության հանդեպ։ Իսկ չշնորհավորելը արդյոք նաև չի նշանակում, որ այնուամենայնիվ հաստ չեն այս ընտրությունների արդյունքների հետ, որքան էլ որ տարօրինակ է, այսինքն Հայաստանում ընտրություններ են եղել, ժողովուրդը իր կամքը արտահայտել է, դուք Մարգարիտա Սիմոնյանին վկայակոչեցիք, տեսեք, եթերում ես այսօր չհասցրեցի ինֆորմացիան ստուգել, բայց քաղաքացիներից մեկը ինձ այսօր հենց առավոտյան ասաց, որ եթերում խոսում են անգամ այն մասին, որ պետք է սանկցիա կիրառել նաև ԿՊ ընտրողների նկատմամբ, նրանց մուտքը նախ հետաքրքիր է ինչպես են իդենտիֆիկացնելու, հետո նաև նրանց մուտքը արգելելու Ռուսաստանի Դաշնություն, թեև այս պարագայում կարծում եմ դա մեծ նվեր կլինի ԿՊ ընտրողներին, որովհետև տեսնում ենք վերջին օրերին թե ինչ է կատարվում հատկապես մայրաքաղաք Մոսկվայում, բայց ինչին են միտված նման խոսակցությունները, դրանք արդյոք լավ տեղ են տանում եւ այդ շնորհավոր ճիշտ նկատեցիք, որ չեք նկատել այդ բաց թողումը շնորհավորանքի առումով, բայց դա կարևոր չէ երկու երկրների երկխոսության եւ բարիդրացիական հարաբերությունների առումով։ Իհարկե կարևոր է երկու երկրների համար, որպեսզի ասենք առնվազն այդ բանի խոսակցության մակարդակը պաշտոնական պահվի, բայց իմ ասածը հետեւյալն է, մեզ համար հույժ կարևոր են այն քաղաքացիները, ում մենք գնացել ենք քարոզարշավի
հայցել ենք քվե եւ այդ քաղաքացիները ովքեր եկել եւ մեզ համար քվեարկել են, բնականաբար ինձ համար ամենակարևոր երևույթը դա քաղաքացիների վստահությունն է։ Այն մնացածը արդեն, թե ով իրան դրանից հետո ինչպես կդրսևորի, դա ես կարող եմ ընդունել գիտություն եւ ըստ դրա, այսինքն իմ հետագա անելիքները, քայլերը, խոսույթը ձևավորել, բայց դա չի կարող ազդել իմ գործողությունների վրա առայն, որ այո, իմ ժողովուրդը ինձ ընտրել է եւ մենք այսօր ձևավորում ենք խորհրդարան եւ ստանձնել ենք պարտականություններ եւ տվել ենք խոստումներ, այն է նման ուժերից ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը։ Իսկ այդ սպառնալիքները, որ նաև դրսից են հիմա ստացվում է քաղաքացիական պայմանագրի ընտրողներին թիրախավորում, ներսում գիտենք, որ նրանց էլ ուժեղ անվանեցին, էլ ամեն կերպ, դե հիմա էլ ասում են, որ հեսա կզգա կնուտի հարվածները։ Դե պետք է նշեմ, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո կարելի ասել, այս խոսույթը սկսեց ձևավորվել, այսինքն բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել, բոլոր նրանք, ովքեր քաղաքացիական պայմանագրին են ձայն տվել եւ այլն։ Եվ այս բուլինգի տեսակը, որը արված էր մասնավորապես դա ուժեղացավ պատերազմից հետո, որովհետեւ սկսեցին մարդկանց կարելի ասել թիրախավորել, այնպես ինչպես թիրախավորում են բանը, ասենք մեր քաղաքական թիմին եւ ասել, որ եթե դու ընտրել ես սա, ապա դու սենց ես, եթե դու ընտրել ես նա։ Սա հիմնականում այն պատճառն ունի, որպեսզի այս մարդկանց լռեցնեն, չկարողանան մարդիկ իրենց ազատ կամքը արտահայտել, մասնավորապես այն պարագայում, որ մենք գիտենք, թե այդ պատերազմը ինչի այդ արդյունքն ունեցավ եւ որտեղից էր գալի, այսինքն շանգլուխը որտեղ էր իրականում թաքնված, էլի։ Այս ամեն ինչը հստակ նպատակադրված արվել է եւ արվել է մասնավորապես այո ժողովրդի հանդեպ, որպեսզի նրանք չկարողանան խոսել։ Բայց ես կարծում եմ մեր ժողովուրդը իր խոսքը, այսպես ասած, ամրագրեց ընտրության արդյունքում եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր է կանգնել եւ խաղաղությանը, եւ իր ինքնիշխանությանը, եւ իր անկախությանը։ Եվ վերջում Տիկին Վարդանյան, գիտեք, վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար եւ կամ մշտապես գտնվում է հիբրիդային պատերազմի ազդեցության տակ։ Շատերը չեն ընկալում ինչ ասել է հիբրիդային պատերազմ, մտածում են, որ դա ինչ-որ նոր թրենդ է, մոդայիկ մի բառ, որ անընդհատ բոլոր եթերներում օգտագործում են, բայց նաեւ նման դրսևորումներ եղան նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ պարբերաբար մարդկանց հոգեբանական բռնության էին ենթարկում այն իմաստով, որ 300,000 ադրբեջանցիները շուտով տեղափոխվելու են, ձեր տներում են ապրելու, անգամ տեսանյութեր նկարվեցին։ Հիմա մենք տեսնում ենք, որ հետընտրական նման խոսույթ առնվազն չկա, մարդիկ մոռացան, որ 300,000 ադրբեջանցիներ պիտի գային, հիմա խոսում են ընդդիմադիր դաշտը համախմբվելու մասին, բայց հասկանանք, նման խոսույթներ բերող քաղաքական ուժը, նման քաղաքական դաշտ առհասարակ, նման խոսույթով հանդես եկող Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ, տեսանյութ, այս մարդիկ, այս ուժերը որևէ պատասխանատվության ենթարկելու են, սա որևէ կերպ սրան գնահատական տրվելու է, որովհետև դա նաև հստակ ազդում է մարդկանց կոգնիտիվ առողջությանը։ Ես կարող եմ ասել վստահ, որ ազդում է մարդկանց վրա, որովհետև ես չեմ պատկերացնում, օրինակ, եթե Ադրբեջանում որևէ քաղաքական ուժ իրեն համարող ադրբեջանական քաղաքական ուժ վերցներ ու ասենք ադրբեջանական որևէ բանի, ասենք քարոզարշավի ժամանակ փոխարեն դներ հայկական ինչ-որ մի բան կամ քարոզարշավի ժամանակ միացներ հայկական եսիմինչ, ես չեմ ուզում, ես ուզում եմ որպես մեր քաղաքացիներ մոտավորապես պատկերացնեն ում հետ գործ ունենք մենք։ Եվ հետեւաբար սա ուղղակի աբսուրդի ժանրից է, ավելին ասեմ, այդ 300,000-ի հիմար թեզը, որը պտտեցին, վերջում էլ ասեցին, հենա մեկին քթել ենք ով եկավ, այսինքն խաղաղության գործընթացի սովորական process-ի արդյունքում, որտեղ պետք է լինեն երկկողմ այցեր Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների, այսինքն եւ դա նորմալ է, եթե մենք գնում ենք խաղաղության, մենք պատրաստվում ենք ի վերջո ապահովել մեր ժողովրդի խաղաղ, այսինքն կենսակերպը, ասում են, ահա առաջինը եկավ, մնաց 299,999, հա գան, այսինքն սա աբսուրդի ժանրից է, բայց բարոյական որևէ բանի երևակայության չի համապատասխանում այս մարդկանց արածը, դրա համար եմ ասում, որ սրանք դիվերսանտներ են, պարզ դիվերսանտներ։
Եվ քանի որ ուժերի մեծ մասը, ընտրությունների մասնակցած ուժերի մեծ մասը դիմել են սահմանադրական դատարան վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինչ եք կարծում, ինչ արդյունք կտա դա, թե սա պարզապես ժամանակ շահելու միջոց է, որպեսզի ելի մանդատները վերցնելու ճանապարհին որևէ արդարացում ունենան, որ գոնե այդ ճանապարհին ինչ որ գործ արել են։ Կարծում եմ երկրորդն է եւ իրենց որոշ ընտրողներին, այսինքն կան ընտրողներ, ովքեր գնացել եւ ձայն են տվել իրանց, դա իրանց առնվազն մոտիկ շրջապատն է կամ sense ինչ որ մարդիկ մոլորված, իմ տպավորությամբ ուղղակի այդ մարդկանց տակ պահելու, ինչ որ բան խոսալու այդ մարդկանց հետ արդարացնելու, թե ինչու են իրանք վաղ վերցնելու մանդատները, էս է նպատակը հիմնականում։ Թե ինչ որոշումներ կկայացնի սահմանադրական դատարանը, այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, ինքս էլ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, ով կսպասի այսինքն արդյունքներին։ Իսկ այդ տրիգերների եւ գորգրացող գլուխների մասին խոսակցությունները չեն մտահոգում ձեզ, որ օրինակ աշնանը, երբ որ եղանակը մի քիչ ավելի բարենպաստ կլինի, այնուամենայնիվ այս ուժերը կարող են դուրս գալ եւ պահանջել արտահերթ ընտրություններ, ինչպես հիմա պահանջում են։ Նման խոսակցություն կա նաեւ ձեր ուժի մոտ, որ գնալ արտահերթ ընտրությունների կամ ընտրությունների երկրորդ փուլի, որովհետեւ մեծ մասի պահանջը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դա է։ Ճիշտ ասած, մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեզ ձայն տված 720 գրեթե 8000 քաղաքացիների ձայներին, եւ ես իմ տպավորությամբ դա այդպես չէ, որ մարդկանց կարող ասել, գիտես ինչ կա, ոնց որ գնա մի հատ էլ արի ընտրության եւ սենց բան անել։ Ոչ, մենք ստացել ենք կառավարող մեծամասնության ձայները։ Մենք վերցրել ենք պատասխանատվություն, որ այս հարցերը պիտի լուծենք։ Մենք պիտի գնանք մեր խոստումների հետևից։ Ես այսպես եմ տեսնում։ Գնալու եք Տիկին Վարդան։ Միանշանակ։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ծովինար Վարդանյանն էր, կհանդիպենք։